Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր կրթությանը, գիտությանը վերաբերող տարբեր խնդիրներ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Render Forest ընկերության Արդի ակադեմիայի կրթական ծրագրերի համակարգող եւ կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանին։ Արեգ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Գիտեք, ինձ համար բավական ժամանակ է, որ դուք հայտարարել եք Արդի ակադեմիայի ստեղծման մասին, բայց ինձ խորհուրդ տվեց ձեր հետ զրուցել այդ մասին հաղորդում պատրաստել կրթության փորձագետ ձեր գործընկեր Սերոբ Խաչատրյանը, տարօրինակ էր, որ միշտ նայում եմ, այդպես հետաքրվում եմ եւ չգիտեի ձեր մասին։ Հիմա լավ առիթ է, որպեսզի մենք նաեւ մեր հերոստատիտողին ներկայացնենք, թե ինչ ասել է Արդի ակադեմիան, ինչ նպատակներով է ստեղծվել իմիջայլոց, ես որ նայում էի, այդպես ձեր կայքը, այնտեղ հանդիպեցի մի նախադասության, ես կուզեմ, որ այս հարցի պատասխանին, ընթացս նաև մի բան ինձ բացատրեք, այնտեղ հանդիպեցի մի արտահայտության, ուրեմն 4-րդ արդյունաբերական հեղափոխություն արտահայտության, այսինքն դա այդ 4-րդ արդյունաբերական հեղափոխության համար մասնագետների պատրաստում եք դուք նախատեսում, խնդրում եմ այդտեղից սկսենք։ Նախ շատ շնորհակալ եմ հրավերի համար, որովհետև երկար ժամանակ է իսկապես մեր մասին լսում եմ, որովհետև մենք երկար ժամանակ է նախապատրաստվում ենք, դա Հայաստանում շատ տարածված դեպք չէ, երբ որ ասենք 2 տարի նախապատրաստում են սկսելուց առաջ, մենք 2 տարի բավականին մեծ ծավալի աշխատանքներ ենք կատարել, մոտ մի շաբաթ առաջ հավաքվեցինք հիմնական դասախոսական կազմը, բայց ասենք այն մարդիկ, ովքեր որ մասնակցել են աշխատանքին, շատ ավելի շատ են, քան դա, բայց մի 50 հոգով արդեն հավաքվել ենք, այն բոլոր մարդիկ, ովքեր տարբեր առարկաներով եւ մեթոդաբանության եւ գեյմիֆիկացիայի հարթակի տեսանկյունից մասնակցում են աշխատանքներին, ու դա շատ կարևոր է հիմա իսկապես ասել, թե մենք ինչ ենք ուզում անենք, ու այդ անենքը, այո, ուղղակիորեն կապված է հենց այդ տերմինի հետ։ Մենք հիմա տեսնում ենք լուրջ փոփոխություններ աշխատաշուկայում ու ընդհանրապես ոչ միայն աշխատաշուկայում, այլև կյանքի կազմակերպման ձևերի մեջ մենք տեսնում ենք, ասենք, արհեստական բանականության հետ կապված հսկայական փոփոխություններ, որոնք շատ մեծ ազդեցություն ունենալու թե կրթության վրա, թե աշխատաշուկայի վրա, թե մարդկանց ընդհանուր կյանքի կազմակերպման, նույն սոցիալական հարաբերությունների վրա, այսինքն մենք հիմա տեսնում ենք տեխնոլոգիական ոլորտի ազդեցությամբ, տեխնոլոգիական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների ազդեցությամբ մեր քաղաքակրթության կարելի ասել ինչ-որ փոփոխությունների առաջ ենք մենք կանգնում, ու դա լուրջ ազդեցություն է ունենալու։ Մենք տեսնելու ենք շատ լուրջ փոփոխություններ, այսինքն ընդհանրապես աշխատանքի բնույթը, ընդհանրապես մարդը աշխատում է, ինչի համար է աշխատում, որ գործերի համար է մարդու մասնակցությունը պետք, որոնց համար արդեն էլ պետք չի։ Ու սա շատ լուրջ խնդիրներ է, ու երբ որ մենք ակադեմիան սկսեցինք դիզայն անել, մի համար շատ բարդ էր հասկանալ, թե մենք ոնց մոտենանք այս հարցին, որտեղ մենք հիմա հենց ամենապիկ վիճակում ենք գտնում այդ փոփոխությունների։ Ու այնպես չի, որ այդ բոլորը արտահայտվել են, արդեն ծովի մակերևույթը հանդարտվել է, ու մենք կարող ենք արդեն որոշումներ կայացնել։ Չէ, մենք գտնում ենք այն փոթորկի կիզակետում, փոփոխությունը հենց հիմա տեղի ունենում, ու հենց հիմա ասենք մեր երիտասարդներից, ու դա շատ կարևոր է, որ բոլորը դրա մասին մտածեն, մարդիկ որ հիմա կողմնորոշում են, ուզում են գնան ինչ-որ մասնագիտություն ձեռք բերեն, գնում են նույնիսկ երկար տարիներ ինվեստիցիային օպցիա այդ մասնագիտություն սովորեն, բայց այդ մասնագիտությունը արդեն գոյություն չունի։ Ու այդ մասնագիտությունը չի լինելու պարզապես, այն մեր էպոսն է միշտ հիշում, որ Մսրամ Մելիքին երբ որ ասացի Դավիթը թուրքեցակի խփում, ասում է ոչի բան չեղավ, ասում եմ այդպես թափտուր, թափատած մի կես այդ մասնագիտությունը իմացա իրենք իրենց թվում է ոչի բան իրենց հետ չի եղել, բայց իրենք արդեն չկան։ Դրա համար այսօրվա կրթությունը պետք է այնպեսին լինի, որպեսզի այսօրվա խնդիրներին կարողանա լուծել։ Արեք, ես հասկացա, բայց գուցե հայտնի տերմինը ես լավ չգիտեմ։ Ինչու 4-րդ հեղափոխություն։ Մենք որովհետև արդեն մի քանի արդյունաբերական հեղափոխությունների մենք 3 արդյունաբերական հեղափոխություն ունեցել ենք, անցել ենք դրանցով, այսինքն ամենաառաջիններից սկսած, երբ որ նոր արտադրական հարաբերություններ սկսեցին կառուցվել եւ այլն, դրանից հետո երբ որ արդեն կարողացանք ասենք անցնենք արտադրական process-ների կազմակերպման ու աշխատանքի բաժանումը տեղի ունեցավ եւ մենք եկել ենք հիմա հասել ենք այնտեղ որ էլի եւս մեկ անգամ ու ինչի են ասում հեղափոխություններ, որովհետեւ այդ այն process-ն է, երբ որ ամեն ինչն է փոխվում։ Շատ բան է փոխվել։ Այնպես չի որ ասենք ենթադրենք ինչ որ ոլորտի մեջ ինչ որ փոփոխություն է տեղի ունենում։ Եթե մենք նախորդ օրինակը նայենք, այդ հսկայական ուրբանիզացիայի process-ը, որ գյուղը դատարկում էր, մարդիկ տեղափոխվում են քաղաք, այդ տեխնոլոգիական հսկայական փոփոխությունները, որ ասենք աննորմալ, այսինքն ժամանակ
օրինակ ինչ որ մարդկանց հեքիաթները Ժուլ Վերնը ասենք գրում էր դա որպես ֆանտաստիկ վիճակներ, ասենք դա շատ արագ մարդկության ու ընդհանուր մոլորակի պատմության մեջ, ասենք վարկյանի ընթացքում, ասենք փոփոխություն են տեղի ունենում։ Ու հիմա մենք պնդում ենք, որ մենք գտնվում ենք այն կետում, որ այդ կարգի փոփոխություն են տեղի ունենում մարդկանց սոցիալական հարաբերությունների, արժեքների դաշտում, տնտեսական process-ների կազմակերպման դաշտում, մարդկանց մոտիվացիոն դաշտերում եւ այլն, այսինքն մենք խոսում ենք լրջագույն տրանսֆորմացիայի մասին եւ քանի որ կրթական համակարգը ինչ որտեղ սպասարկող համակարգ է, ու պետք է ինքը հասկանա թե ինչ արտադրանք է ինքը տալիս, որ կարողանա սպասարկել այդ փոփոխությունները, հիմա շատ կարևոր է դրա մասին լուրջ մտածել։ Արեք ակադեմիան հավակնում է լինել, հա, թվային այդ կրթություն ապահով ամենամասշտաբային այդպես կենտրոնը Հայաստանում։ Ինչ մասնագիտություններ է տալու, հա, ինչ կրթություն է տալու եւ ինչ մասնագետներ է պատրաստելու ակադեմիան։ Մենք ճիշտ ասած չգիտեմ, կարող է մեր տեքստերի մեջ ինչ որտեղ սայթակում տեղի ունեցել, բայց մենք խիստ հետևում ենք, որ մենք համեմատական չլինենք ոչ մեկի հետ։ Մենք չենք ուզում ասենք բոլորից ավելի լավն ենք լինելու, բոլորից ամենամեծ։ Չէ, բայց հստակ գրված էր, որ հավակնում է լինել ամենամասշտաբային կենտրոնը։ Էդ եմ ասում, նույնիսկ կարող է ասենք ինչ որտեղ այդ ամենան լինի, բայց մեր մտածելակերպի մեջ մենք փորձում ենք այդ ամենան չդնենք։ Այսինքն մենք չասենք, որ ենթադրենք այս մարդիկ այս բանը վատ են անում, մենք դա լավ ենք անելու, այ մենք բոլորից ավելի լավն ենք լինելու։ Ընդհակառակը էդ էլ իդեպ դա կապ ունի մեր նախորդ զրույցի կետի հետ։ Այդ նոր հարաբերությունները, որ մենք պետք է ունենանք 4-րդ արդյունաբերական հեղափոխության շրջանում, մենք կարծում ենք, որ համագործակցայնությունը, սոլիդարությունը, համերաշխությունը ավելի արժեքավոր քան վայրագ մրցակցություն, որ նախորդ արդյունաբերական հեղափոխության առանցքային խնդիրներից մեկն էր։ Ու դրա համար շատ կարևոր է, որ մենք ասենք, այո, մենք շատ լավ կարևոր գործ ենք անում, բայց մենք չենք ուզում դա համեմատենք ուրիշների հետ եւ ավելին, այն ինչ որ մենք մշակենք, հասկանալի է դա, ինչ ասեմ, այսօր աշխարհի ամենանշանավոր սոցիոլոգների աշխարհի քաղաքականություններին այդպես քիչ թե շատ ուղղություն տվող, հա, մարդկանց մտածողության հետ արդյունք է անցնել, հա, ձեր ասած վայրի բառը իրենք չեն օգտագործում, բայց անցնել մրցակցությունից համագործակցության, հա, աշխարհը դարձնել այդպեսին, ես չգիտեմ կհաջող են թե չէ, բայց ես հասկացա, որ ինչ որ փորձեր ենք անենք, նույնիսկ եթե մեր տեքստի մեջ դեռ կա, որովհետեւ մեր մտածելակերպը ինքը ձևավորվել է նախորդի մեջ։ Ու ես հիմա երբ որ նույնիսկ ուզում եմ այդպես անեմ, իմ նախորդ ժառանգությունը ուղեղից ինձ ստիպում է որ ես մրցակցային ինձ ներկայացնեմ։ Այդքան հեշտ չի որ դու այսօր որոշեցի որ դու այդպեսին չես լինելու։ Լավ, այդ բառը ամենան թողնենք մի կողմ, ինչ մասնագիտություններ են դասավանդվելու։ Այո։ Մենք 3 բաժիններ է առայժմ ակադեմիան պարունակելու 3 ֆակուլտետ, հա, այսպես ասենք։ Դա լինելու է մարքեթինգը, դիզայնը եւ IT մասնագիտություններ, հա։ Մարքեթինգի մեջ առայժմ ունենք 1 մասնագիտություն, ընդհանուր մարքեթինգ, թվային մարքեթինգի շեշտադրմամբ, բայց հետագայում բացվելու են դրանց ավելի խորը ճյուղային բացվածքները, հա։ Դիզայնում ունենք 3 մասնագիտություններ, գրաֆիկական դիզայն, UI UX ու իլյուստրացիան փնտրում ենք առայժմ լավ մոտեցում դրան դեռ չենք գտել, բայց ամենամեծությամբ դա էլ կլինի ու մոտ 10 մասնագիտություն առայժմ սկզբից կունենանք IT-ի հետ կապված ու ընտրել ենք այն մասնագիտությունները, որոնք շուկայում առավել պահանջարկ ունեն, որտեղ մեր համար կարևոր է, որ մարդը ավարտելուց հետո իսկապես աշխատանք գտնի ու մենք չենք կարող ինչ-որ բան առաջարկել, որ շուկայի համար պահանջարկ չկա, հա, այսինքն դա վերցել ենք, ասենք web ծրագրավորման հետ կապված back-end, front-end, հիմա չեմ շատ տերմիններ օգտագործեմ, այսինքն, բայց ասենք web ծրագրավորման հետ կապված հատված ենք վերցել ենք ընդհանուր process-ների կազմակերպման հետ կապված, management-ի հետ կապված որոշակի process-ներ, որոնք յուրահատկություններ ունեն, ու մի քանի բաներ, որոնք շատ կարևոր է հիմա մանավանդ այս հատվածում, ասենք օրինակ այդպես տերմիններ ցավոք պետք է օգտագործեմ, ասենք, բայց որ համակարգերի եւ անվտանգության հետ կապված մի քանի մասնագիտացումներ, որոնք որ ճիշտ ձևի համակարգերի դիզայն անելու, թվային համակարգի եւ դրանց պաշտպանությունը ապահովելու հետ կապված են։ Իրական այդ վերջինը եւ ամենաբարդայից մեկն է, բայց մենք ստիպված ենք դա անել, հասկանալով հանդերձ որ սկսնակ ակադեմիա դժվար է այդտեղ մտնելը, բայց մենք բավականին լավ համագործակցության եզր ենք գտենք օրինակ Armsec-ի հետ, Հայաստանի անվտանգության այդ հիմնական կառույցներից մեկի հետ ու փորձելու ենք, ասենք, իրենց հետ համատեղ ձեռք-ձեռքի տված կարողանանք իսկապես լավ հետաքի պրոդուկտներ այդ ոլորտում առաջացնել, որովհետեւ բարձր է ձեզ համար, այսինքն մանավանդ Հայաստանի միկրովիճակների հետ հարևանների հետ կապված մենք բավական լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած այդտեղ։ Արեք Արդի ակադեմիայի մասին ձեր ինձ ուղարկած տեղեկությունների մեջ մի արտահայտություն հանդիպեցի, կուզեի կարդալ։
ձևավորել ազգային եւ պետականամետ մտածողություն համայնքային խնդիրների լուծման ճանապարհով։ Սա ինձ համար ոչ շատ ընկալելի, ոչ շատ ըմբռնելի արտահայտություն չի նշանակում համայնքային խնդիրների լուծման ճանապարհով ազգային եւ պետական մտածողություն ձևավորել։ Մի քիչ հետ գնանք, այսինքն եթե հիմա նայենք, ասենք IT սեկտորի, տեղեկատվական տեխնոլոգիայի սեկտորի մասնագետների մեծ մասը ցավոք դա սրտի ցավով մասը ինձ որ միևնույն է իրենք Բալիում են աշխատում թե Հայաստանում են աշխատում ինչ որ պրոյեկտ են անում որ Հայաստանի համար ինչ որ խնդիր պետք է լուծի թե ասենք Սիլիկոնյան հովտի ինչ որ էլեմենտի համար ինչ որ խնդիր պետք է լուծի ու դա մի կողմից բնական է որտեղ մենք հասկանում ենք հայկական շուկան ինքը փոքր է ու դժվար է որ հայկական շուկան սպասարկի ամբողջությամբ են բոլոր պահանջները մարդիկ դրա համար նայում են դուրս հա բայց մեզ համար շատ կարևոր էր որ մեր կրթական համակարգը այնպես կառուցվի որ մենք ունենանք մարդիկ ում համար մեկ չի այդ հարցը ու դա բարդ հարց է հասկանում ենք չէ այսինքն որ ասենք պատկերացեք այդ հսկայական հոսքերը տնտեսական ֆինանսական եւ այլն ամբողջ այդ աշխարհի այստեղ երկու տարբերություն կա գիտեք արեք այսպես է եթե դու շուկան դու ստեղծում ես product երկրի ներսում բայց շուկան աշխարհն է դա մի ուրիշ բան է եւ միանգամայն այլ բան է երբ որ դու հա ինչ որ ֆիլիալ ես մի ենթադրենք ամերիկյան կամ այլ ընկերության եւ product-ը նրանց համար է պատասխան շանք տարբեր բաներ են Հիմա ձեր դեպքում ինչպեսին է լինելու Ես Միքայել էլ եմ դրանից ավելի բարձր նայել հարցին ընդհանրապես մարդու ան մեկ է դա Հայաստանի հետ կապված է թե չէ թե մեկ չէ ու լուծումը կոդավորած է այդ նախադասության մեջ մենք կարծում ենք որ եթե մարդիկ իսկապես իրենց կրթության ընթացքում կարողանան իրենց պրակտիկ աշխատանքների ընթացքում լուծեն իրական խնդիրներ, ասենք օրինակ մենք ունենք պարտներ կազմակերպություններ, որ օրինակ 250 կամ 300 բիզնեսային հիմնադրել փոքրիկ Հայաստանում ամենատարբեր, սկսած ասենք հացի փռից վերջացած դարբնոցով եւ այլն, այսինքն պրոյեկտներ, որը որ կազմակերպել են այդ փոքրիկ բիզնեսային հիմնադրում։ Ուրիշ գոլեգաներ ունենք, որ հասարակական ոլորտում ինչ-որ բաներ հիմնադրում։ Ու այդ բոլոր մարդիկ, բոլոր բիզնեսներ եւ հասարակական կառույցները նույնիսկ ասենք մեր թանգարաններ, ասենք ենթադրենք մենք ունենք շատ լավ ազգագրական թանգարաններ տարբեր գյուղերում, որոնք որ ասենք 0 ներկայացվածությունն են ինտերնետային վիճակներում, հա։ Ու այդ մարդիկ կարիքներ ունեն, որոնք որ ուղղակիորեն կապված են մեր մասնագիտությունների հետ։ Ու մենք ունենալով այս լուրջ մասնագիտական անձնակազմը եւ ունենալով ուսանողներին, որոնք որ հետաքրված են այդ անել, մենք ուզում ենք իրենք իրական պրոյեկտներ իրականացնեն իրական խնդիրներ լուծեն ու լուծելով իրական մարդկանց խնդիրներ իրենք կհասկանան որ իրենք կարող են փոփոխություն առաջացնել այս երկրում որովհետեւ շատ հաճախ մարդը մտածում է դե ես ինչ կարող եմ անել այսպիսի վիճակում եւ այլ իսկ այդ բaragam եթե իրենք կարողանան իրենց ուսուցողական process-ի ընթացքում նախ իրենք պորտֆոլիո կձևավորեն այսինքն կհասկանան թե ասենք ինչ որ արդեն բան ունեն արած երկրորդը իրական խնդիրներ լուծելով իրենք կհասկանան որ կարողանում են իրական փոփոխություն առաջացնել հենց իրենց երկրում ու ես ինքս դա արել եմ բազմիցս ու լինելով բազմիցս ես ամեն անգամ երբ որ տեսնում եմ որ իսկապես մի փոքր խմբի կամ ինչ որ տեղական ինչ որ վիճակի հետ կապված ես կարողացա իսկապես փոփոխություն առաջացնել որ տեսնում ասենք այդ մարդկանց ռադիկալ sense թրիշկային աճերը այդ ժամանակ իսկապես դա շատ մեծ մոտիվացիա է իմ համար ու դա ինձ կապում է նաև երկրի իրավիճակի հետ ու մենք փորձելու ենք դա մեր կրթական process-ում ունենանք ասացիք որ 2 տարի հա այդպես նախապատրաստել եք Իսկ այս պահին ինչ վիճակում, այսինքն ձեր նպատակներից որոնք են արդեն իրականություն դարձել եւ որոնք են դեռ ծրագրի փուլում։ Արդեն մի քանի առաջնային միջոցառումներ կրթական փոքրիկ կազմակերպել ենք, քանի որ դեռ Արդի ակադեմիան տեղաբաշխվելու առանձին շենք է կառուցում դրա համար, ջրվեժի արգելոցի դիմաց, ու այդ շենքը հիմա կահավորման փուլում է արդեն։ Մի քիչ ավելի երկար տվեց, քան թե սպասում ենք, բայց շատ գեղեցիկ միջավայր ենք ստանում, դրա մասին առանձին կխոսենք։ Դեռ օգտագործելով Render Forest-ի տարածքները մենք արդեն սկսել ենք ճկրթական process-ներ կազմակերպել, շատ լուրջ մասնագետների հետ հանդիպումներ կազմակերպել, բավականին մեծ, ասենք 70 հոգի, 100 հոգի այցելությամբ, այն բոլոր թեմաները, որոնք մենք շոշափելու ենք, սկսեցինք արդեն նախնական մարդկանց հետ էփել։ Մարտ-ապրիլ ամիսներին մենք ունենալու ենք բազմաթիվ, մոտապես մեր մի քիչ ամբիցիաները մեծ են, ասենք ենթադրում ենք, որ 4000-ից 5000 հոգի պիտի անցնեն այդ տարբեր անվճար միջոցառումների միջոցով, որտեղ մենք չենք ուզում, որ մարդը գա ընդունվի ակադեմիա, ու մանավանդ նոր է կառույցը, որ մի բան գնի, որ ինքը չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Դրա համար բազմաթիվ անվճար ժամանակ հետո զղջա, որ եկել է, ասենք փոշմանի կամ հասկանա, որ ինքը Դրա համար հսկայական քանակի կլինեն անվճար միջոցառումներ, որոնցից մի մասը կլինեն հենց կողմնորոշիչ, հա։
այդ առանձին կլինեն մի բան ինչ որ բաներ որ իրենք կմասնակցեն սովորելու ու կլինի առանձին շատ լուրջ մշակում ենք այդ երկու տարվա չարչարանքների հիմնական կետերից մեկը մասնագիտական կողմնորոշման հարցներ որ մարդը իսկապես կարողանա առաջին երեսով մենք կարողանանք իրեն ներկայացնենք, ասենք թե ինչպես ինչ ոլորտում ինչ կա, ինչ պահանջներ կան, ինքը կարողանա եթե չկարողացավ կողմնորոշվել, ապա կունենանք խմբակային որոշակի աշխատանքներ մասնագիտական կողմնորոշման հետ կապված, ու եթե էլի չկարողացավ, մենք կունենանք ինդիվիդուալ աջակցություն իրենց, որ կարողանան մասնագետներ իրենց հետ աշխատեն ու կարողանան կողմնորոշել։ Այսինքն ուզում ենք մինչև այդ պահը, երբ որ մարդը կվճարի եւ կընդունվի ակադեմիա, մինչև այդ պահը մենք իրեն կարողանանք մաքսիմալ օգտակարներ, որովհետեւ ինքը համոզված լինի, որ ինքը ճիշտ ուղղությամբ է գնում։ Որովհետև այդ ինչ որ սկզբում խոսեցինք մեր զրույցի, այդ բաները եւս մարդիկ պետք է իմանան։ Իրենք եւս պետք է իմանան, թե ինչ է կատարվում դաշտում։ Բայց մարդիկ, օրինակ, ես շատ հաճախ երիտասարդների հետ եմ հիմնական աշխատանքի, երբ որ խոսում, ասում ինչ է ուզում դառնաս, ասում IT-շնիկ։ Բայց այդ IT-շնիկը ինչը, ինչի մասին է, ինչ տեսակների է բաժանում, որի համար ինչպիսի մարդկային գծեր են պետք բնավորության, որի համար ինչպիսի կոմպետենցիաներ են պետք, դա մարդկանց համար պարզ չի։ Դրա համար շատ լուրջ լայնածավալ այսինքն երկու ամիսին աշխատանքներ են տանելու, որ այդ մարդկանց կարողանանք իսկապես մի քիչ ավելի լավ ծանոթացնել հենց իրենց հետ, որովհետեւ հասկանան թե ուր են իրենք ուզում գնան, եւ իրենց մեջ հստակեցնեն թե ինչ են ուզում եւ գիտակցական որոշում կայացան։ Արեք տեխնոլոգիական կամ թվային կրթություն ապահովող հարթակները այսօր բավականին մեծ այդպես ցուցանիշներ են գրանցում իրենց շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու հարցում, ունի արդի ակադեմիան ձեր ստեղծելիք նման նպատակ, նման բիզնես պրոյեկտ, թե դա ամենակարևորը չեք համարում։ Մենք որոշել ենք, որ երբ որ ինչ-որ նոր կառույց ինչ-որ առաջարկ է ձևավորում, այդ առաջարկը հիմնված է որոշակի վաճառքային կետերի վրա, հա, այսինքն վաճառքի տերմինաբանությամբ ասենք, բայց ինչի համար պետք է ընտրենք քեզ, հա։ Ու մենք շատ ենք մտածում դրա մասին, որովհետև շատ գայթակղի չէ ու հասկանալի է մարդկանց համար, որ այ դու կընդունվես մեր մոտ սովորելու եւ մենք քեզ երաշխավորում ենք, որ դու կունենաս աշխատանք։ Ու դա հնարավոր է իրականում կազմակերպել, շատ կազմակերպության փորձ ցույց է տալիս, որ դա հնարավոր է իսկապես անել։ Բայց մենք որոշեցինք գիտակցաբար, որ մենք այդ խոստումը չենք դնելու մեր առանցքում։ Մենք ուրիշ բանի վրա ենք շեշտադրումը դնելու, մենք ուզում ենք բացատրել մարդկանց, որ արագ աշխատանք գտնելը չի երաշխավորում, որ դու կկարողանաս աճել այդ մասնագիտության մեջ, որովհետև շատ հաճախ դու կարողանում ես շատ արագ որոշակի փոքրիկ մասնագիտական գիտելիքներ ձեռնել, որոնց պահանջարկը կա աշխատաշրջանում։ Ու դու գնում ես տեղավորում ես աշխատանքի, խնդիր չկա, բայց դու լինում ես քրոնիկ սկսնակ։ Այսինքն քո քանի որ դու ֆունդամենտալ պատրաստվածություն չունես, այդ ջունիոր են ասում, հա, այդ դու լինում ես քրոնիկ ջունիոր։ Դու չես կարողանում միջին եւ բարձր մակարդակի մասնագետի գնալ, որովհետեւ քո ֆունդամենտալ պատրաստվածությունը լավը չի։ Ու դրա համար մենք մեր շեշտադրումը դրել ենք այնրա վրա, որ կարողանանք այդ նախնական ես պատրաստվածության մակարդակը այնպիսին դնել, որ այո, բնականաբար, այսինքն շատ լավն է նկարծած, ինքը կկարողանա գտնի գործ, բայց այդ գործ գտնելու շարունակության վրա ենք ուզում շեշտադրել, որ ինքը կարողանա արագ եւ արդյունավետ կերպով աճել այդ գործի մեջ, այսինքն արագ դառնալ mid մասնագետ, արագ դառնալ senior մասնագետ, հա, բարձր կարգի մասնագետ։ Ու դա դրա համար պարզապես գործիքակազմ տրամադրելով այդ հարցերը չեն լուծում։ Այդ դրա համար պետք է մտածելակերպի փոփոխություն։ Դրա համար մենք մի քիչ հետո կխոսենք եւի մեր բանի մասին, այսինքն մեթոդաբանության մասին, մենք շատ մեծ շեշտադրում ենք դնում նաեւ ոչ մասնագիտական վիճակների վրա։ Ու մենք ուզում ենք, որ բացի մասնագիտական այդ գծից, որ իրենք պետք է շատ լավ անցնեն, բնականաբար, բացի դրանից բոլորը պետք է անցնեն այսպես կոչված փափուկ հմտություններ։ Անունը դրում ենք փափուկ հմտություններ, բայց մի քիչ բարդ է այդ հարցի մեջ ուզում եմ առանձին եւ խոսակցության թեմա է, որովհետեւ մենք առանձին նոր մոդել ենք կառուցել բազմակի ինտելեկտի մոդելի հիման վրա։ Նոր մոդել ենք մշակել, թե ինչպես կարելի է հարմոնիկ կերպով մարդու զարգացումը ապահովել 8 ոլորտներով, այնտեղ երկար չեմ ուզում հիմա դրա մասին ասեմ, բայց իսկապես շատ լավ բան ենք ստացել, որ անկախ նույնիսկ մեր մոտ կիրառելուց մենք ուզում ենք դա նաև ներկայացնենք, որ ուրիշները եւս կարողանան կիրառել, հա, որ մարդը կարողանա բազային լավ պատրաստվածություն հասկանա, թե ինքը որպես մարդ զարգանալու է, ինչեր են պետք։ Այդ մեկն է, բացի դրանից ձեռնարկատիրական որոշակի գիծ ունենք զուգահեռ, ու ասենք մի 10%, 15%-ին ժամանակի լինում ձեռնարկատիրական կրթության վրա, որովհետեւ բոլորը իհարկե ձեռնարկատեր չեն դառնում, մենք տենց իլյուզիաներ չունենք, որ բոլոր ուսանողները գնալու են եւ հիմնելու են իրենց ձեռնարկությունը։
Բայց նույնիսկ եթե իրենք չեն հիմնելու են ձեռնարկությունները, իրենց համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է աշխատում ձեռնարկատիրական դաշտը, որտեղ դու մի կամպանիայում աշխատում ես, դու պետք է հասկանաս այդ կամպանիան ինչպես է աշխատում։ Իսկ եթե դու այն բազային պատկերացումը չունես ձեռնարկատիրության մասին, դա շատ բարդ է, բայց նաև ինչու՞ չէ, մենք կարծում ենք, որ մեր ակադեմիայի շրջանավարտները, քանի որ այդտեղ մարքեթինգ, IT դիզայն այդ երեք ճյուղերը իրական պատահական չեն ընտրած, այդ երեք իրար հետ տարածա պրոդուկտ։ Այսինքն մենք այդ լոգիկան պատրաստել, հենց իրենք տեղում իրար հետ համախմբելով կարող է հետաքրքիր ստարտափային գաղափարներ ունենան եւ մենք միգուցե ինկուբացիոն ծրագիր կունենանք հենց իրենց հասնելու արդեն շուկա դուրս բերելու համար։ Ձեր այդպես վերջնական առաքելության, ծրագրի մեջ ես հանդիպեցի, որ փորձել Հայաստանը դարձնել աշխարհում դիրքավորել որպես թվային կրթության այդպես մեծ հարթակ երկիր, որը ապահովում է որակյալ թվային կրթություն։ Արեք ձեր կարծիքով որքան ժամանակ է պետք։ Դա արագ լուծվելիք հարց է, թե դա տասնամյակների խնդիր, ինչքան ժամանակում կարելի է հասնել դրան։ Որտեղ ես գիտեմ, որ այդ տենդենսը մեր երկրում կա։ Նախ Միքայել հետ գնանք այդ ձեր ասացից, նախ դա հնարավոր է թե չէ։ Որովհետև շատ հաճախ մեր երկրում հայտարարում են ինչ-որ բաներ, որ հեսա կլինի, հա, այսինքն մի երկու բան կանենք, մի հատ ֆոկուս կանենք եւ դա տեղի կունենա, հա։ Նախ հնարավոր է թե չէ, ես պնդում եմ, որպես կրթության ոլորտում եւ ոչ միայն Հայաստանում, այլև դրսում միջազգային ոլորտում շատ մեծ փորձառություն ունեցող մարդ, ես պնդում եմ, որ մենք կարողացել ենք ու կարողանալու ենք անենք այնպիսի բաներ, որոնք որ միջազգային ոլորտում մրցունակ են։ Օրինակ համար ես նախորդ ոլորտը, որտեղ աշխատում եմ, դա սոցիալական ձեռնարկատվության դաշտն էր, երբ որ մենք սկսեցինք դրանով զբաղվել, Հայաստանում նույնիսկ այդ բառը չգիտեին։ Բայց այսօրվա օրով մենք Հայաստանում ունենք կրթական մեթոդաբանություններ սոցիալական ձեռնարկատվության ուսուցման, որոնք որ Եվրոպայում նույնիսկ շատ ամենալուրջ զարգացած ակադեմիաներում իրենք չունեն։ Այսինքն մենք օրինակով ցույց ենք տվել, որ դա հնարավոր է։ Դա մեկ, բայց երկրորդ մասը ձեր հարցի մեջ արդեն կոդավորված էր, դա ժամանակն է։ Արագ լուծումներ խոստացողները դա պարզապես խաբեբաներ են։ Մենք եթե խոսում ենք լուրջ մեթոդական մոտեցման ձևավորման, դրա լուրջ ձևով փորձարկման, վերամշակման եւ հետո արտաքին շուկային ներկայացման հետ կապված, դա ժամանակ է ենթադրում։ Օրինակ եմա նույն այդ սոցիալական ձեռնարկատվության օրինակ երբ որ բերեցի, 7 տարի կոնկրետ մեզ մոտ տևեց, որպեսզի մենք հասանք այնտեղ, ինչ որ ես նկարագրեցի, 7 տարի հարատև տքնաջան աշխատանք։ Ու երբ որ մենք խոսում ենք այդպիսի խոստումներ ենք տալիս, մենք պետք է հասկանանք, որ նախ պետք է ճիշտ գնահատես դա հնարավոր է թե չէ, երկրորդ դի գտնես ճիշտ մարդկանց, ովքեր դա ի վիճակի են անել, եւ երրորդը աչքի առաջ պետք է ունենաս երկարաժամկետ աշխատանք, որովհետեւ միայն այդ գործոնների համադրությամբ է ստացվում այն, ինչ որ մենք խոստացել ենք։ Արեք, ինչպես բոլոր այլ ոլորտներում, այստեղ էլ թվային եւ կրթության տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում խիստ անհամաչափություն է զգացվում մայրաքաղաքի եւ մարզերի միջև։ Ունեք որոշակի ծրագրեր նաեւ մարզերում իրականացնելու կամ որոշակի հավասարակշռության բերելու։ Հիմա մի հումորային կհնչի, բայց մենք արդեն մարզում ենք, որովհետեւ ակադեմիայի շենքը Կոտայքի մարզում անգրում ջրվեժից իջել են կողմ։ Դե բայց իհարկե բարձ է որ Երևանի հետ է կապված, այսինքն դա հումորի կարգավիճակով գրանցենք, բայց այո, դա ամենակարևոր բաներից մեկն է, որ մենք դրա վրա ուշադրություն ենք դարձնում։ Ինչի մասին է խնդիրը։ Մենք կկարողանանք ակադեմիայի շրջանակներում մի քանի տարվա ընթացքում շատ լավ մեթոդական լուծումների փաթեթ ստանալ, ինչ որ մոդել ստանալ, որ հեշտ է հետո ռեպլիկացիա անել այլ տեղերում եւս կիրառելու համար, հա։ Ու մեր այո, միանշանակորեն առաջին թիրախներից մեկը ակադեմիայի դա բացվել մարզերում եւս։ Երևանի այս ասինխրոն զարգացումը ոչ մեկից համար հաճելի չի ու շատ հաճախ արդեն անհնար է դառնում ընդհանրում Երևանում ապրելը նույնիսկ կարելի ասել։ Դրա համար մեր հաջորդ թիրախը մարզերում թեկուզ ասենք մի քանի առարկայի տեսքով բացվելն է եւ հետո բացվել արդեն լրիվ ակադեմիայի տեսքով, որ մենք կարողանանք այնտեղ ապրող մարդկանց հենց տեղում ապրել կրթության, որովհետեւ երբ որ մենք նայում ենք, ես ինքս էլի շատ աշխատում եմ մարզերի ու Երևանի երիտասարդների հետ, ու թող սա նաեւ մի քիչ զգոնացնող կոչ լինի Երևանի երիտասարդներին, վատ է ավելի Երևանի երիտասարդների մոտիվացիայի դաշտը, տրամադրվածության դաշտը, մարզերում շատ ավելի շատ են ուզում վերցնեն, պատրաստ են ներդրվել, ջանասիրություն գործադրել եւ այլն, այսինքն իսկապես մարզի պոտենցիալը շատ ավելի լուրջ է այս պայմաններում, քան թե Երևանը, որտեղ Երևանի երիտասարդությունը ավելի շատ գնում է ասենք այն առաջին բավարարման պրինցիպներով, այսինքն շատ հետաքրքիր արագ ինչ որ բաներ կա, որ կարող է անի եւ իր համար հաճելի լինի, ու դրա հետևից են գնում։
Իսկ մարզի երիտասարդը ինքը հասկանում, ինքը պետք է ներդրում անի, ինքը հասկանում երկարաժամկետ պետք է աշխատի, ինքը շատ ավելի մոտիվացված է այդ process-ին մասնակցելու, այնպես որ թող երևանցիները մտածեն, որ Արդի ակադեմիայում կարող է շատ ավելի քիչ լինեն երևանցիները, քան թե մարզից եկած երիտասարդները, որտեղ մրցակցությունը շատ հաճախ այն մյուսներն են շահում։ Մեր ժամանակը մոտենում է ավարտին, բայց ես երկու հարց ունեմ, փորձենք ավելի այդպես հակիրճ անդրադառնալ, որպեսզի կարողանանք ամբողջովին ընդգրկել։ Որքան հասկացա, ձեր ծրագրերը ուսուցման հիմնված են 4 հիմնական սկզբունքների վրա, կամ 4 հիմնական այդպես ձևերի վրա։ Առցանց ուսուցում, արկա ուսուցում, խաղային տարերի ներմուծում եւ անհատական մոտեցում։ Սա դուք այս մեթոդոլոգիան դուք վերցրել եք ինչ-որ նշանավոր համաշխարհային, աշխարհի նշանավոր որևէ համալսարանի ծրագրերից, թե ինքներդ եք ստեղծել։ Մենք չենք հորինել ոչ մի բան։ Այսինքն մենք վերցել ենք առաջատար փորձի, իդեպ Հայաստանը ինքը հիմա առաջնորդում է իր կրթական համակարգի վերափոխման process-ը առաջում հենց նույն սկզբունքներով, բայց շատ հաճախ մենք դժգոհում ենք ինչ-որ բաներից կրթական համակարգի վերաբերյալ, բայց լուծումներ չենք տալիս։ Ու դրա համար մենք մի քանի սկզբունքներ ենք վերցել, առաջինը այսպես կոչված ունակությունների վրա հիմնված կրթություն է։ Այսինքն մարդը կրթություն է ստանում, որպեսզի ունակ լինի ինչ-որ բան անելու, չէ՞։ Դրա համար մենք չենք գրում միանգամից ծրագիր, այլ գրում ենք թե մեր այդ 6 ամսյա, 8 ամսյա մի տարվա կուրսը անցնելուց հետո մարդը ինչ պետք է ունակ լինի անել։ Դրանից հետո հանում ենք դրա համապատասխան գիտելիքները, հմտությունները եւ մոտեցումները, եւ դրանից հետո նոր կառուցում ենք կրթական ծրագիրը, որովհետեւ որևէ բան կրթական ծրագրում Սա վերջին անհատական մոտեցումն է։ Սա չէ, սա առաջինն է, սա կոմպետենցիաների, ունակությունների վրա հիմնված կրթությունն է։ Երկրորդը դա այդ առցանցի եւ դեմարդեմի համադրումն է։ Մենք անպայման փորձում ենք այնպես անել, որ դեմարդեմ չլինի ինչ-որ մի բան, որ կարելի է անել առցանց։ Այսինքն օրինակ շատ հաճախ մարդիկ գալիս են դասարան, որովհետեւ լսեն դասախոսություն։ Ու այդ դասախոսությունը մարդը լսում է, բայց ասենք կարող է այդ օրը լավ չէր զգում իրեն կամ ինչ-որ մոռացել է, վերջ, ինքը շանս չունի։ Եթե դա դասախոսություն է, նյութ է մատուցվելու, ապա ավելի լավ է դա վիզուալ հետաքրքիր ձևերով, վիդեոյի տեսքով, որ մարդը ամեն պահ երբ որ ուզենա վերադառնա դրան։ Այսինքն այդ առցանցի եւ դեմարդեմի ճիշտ համադրումը, մյուսը դա գեյմիֆիկացիան է, խաղարկայնացումը, շատ հետաքրքիր համակարգ ենք մտածել, որ նաեւ նես մի ժարգոնային տերմինը հավեսը լինի, ասորելա գրավիչ լինի ու մարդը իսկապես տեսնի թե ինքը ուր է գնում, որտեղ է գտնում, մյուսների հետ համատած ինչպես է, ինքը իր պրոգրեսը անընդհատ տեսնի։ Եվ վերջին դա անհատականացումն է, դրա վերաբերյալ երկար կարող ենք խոսել, բայց փորձել ենք հնարավորինս թույլերին աջակցելու հնարավորությունը, որ կպնան հիմնական գծին եւ տաղանդավորների համար շատ հաճախ լինում որ հետաքրքիր չի իրենց համար լրացուցիչ հանձնարարություններ, մարտահրավերներ, լրացուցիչ աշխատանք, որ կարողանանք բոլորին սպասարկել, այսինքն թույլերին բերել մեջտեղ ու ուժեղներին էլ ավելի աջակցություն ապահովել, որպեսզի ավելի հետաքրքիր խնդիրներ լուծեն իրենք։ Երևի կհամաձայնեք, որ որակյալ կրթություն ապահովելու համար չափազանց կարևոր նշանակություն ունի միջավայրը, որտեղ կրթություն է ստանում շենքային պայմաններ, հագեցվածություն, այդպես լսարանների, շենքի ներսի, բայց նաև միջավայրը եւ նետվորկը։ Այդ իմաստով ինչ ծրագրեր ունեք, որովհետեւ լավ ծրագրեր կրթության շատերն ունեն, բայց չեն կարողանում ապահովել այդ միջավայրը, որտեղ ձեր բառով ասեմ հավես լինի սովորելը։ Այդ ամենահաճելի մասերից մեկն է, որ շատ մեծ հաճույքով դրա մասին կխոսեմ, որովհետև շենքը նախ զրոյից է կառուցվել։ Մենք չենք գրում ինչ-որ մի տեղ հարմարվում ինչ-որ մի բանի, որ ուրիշ բանի համար է նախատեսած եղել։ Այսինքն 3 տարի է շենքը կառուցվում է Ջրվեժի ազգային պարկի դիմաց, ու ասենք օդի որակ երբ որ չափում ենք, այսինքն մոտավորապես մի 9 անգամ ավելի լավ է, քան թե կենտրոնում, որովհետև դիմաց այդ պարկն է, վերջերս մեկ ավելի բարձր ենք այնտեղ, ու շենքը երկու մասից է բաղկացած, շատ հետաքրքիր է ստացվել, ակադեմիան է ու բիզնես կենտրոնը։ Բիզնես կենտրոնում բազմաթիվ ՏՏ ընկերություններ իրենց գրասենյակներ ունենալու, ու այդ երկու շենքերը իրար հետ կամուրջով միացած են։ Ֆիզիկապես շենքը հենց այդպես է կառուցված, ոնց որ շենքի մեջ հենց կոդավորած է բնույթը, ինդուստրիա եւ արտադրություն, ու որ մարդիկ անընդհատ իրար հետ նույն տեղեր ունենան, նույնիսկ ասենք այդ մեծ շենքում տեղեր կա որ համատեղ օգտագործման են։ Այսինքն ինքը շենքը նախ շատ հետաքրքիր, ասենք 10000 կտորանոց գրադարան ունի, բարձրակարգ գրականությունը այն ոլորտներում, որտեղ մենք աշխատում ենք, հիմա համալրում ենք այդ գրականության ցանկը, շատ տպավորիչ միջավայր է ստացվել, որ համ շենքային տեսանկյունից, համ միջավայրի տեսանկյունից, համ ինդուստրիայի եւ կրթության համադրման տեսանկյունից, այնտեղ coworking-ային նաեւ համաաշխատման այդ կոնցեպցիան կա, որ ասենք ընդհանուր աշխատանքային տարածքում այդ coworking-ային տարածքները
նույնիսկ ուսանողները իրենք կարողանալ են համատեղ օգտագործել ու իրենք իրար հետ հանդիպելու են տարբեր կետերում ինդուստրիան եւ ուսանողը, հա, ու այդ աշխատանքի հարցը օրինակ որ ասացիք, թե ինչպես են աշխատանքները, իրենք եթե ճիշտ օգտագործեն մենակ միջավայրը, դա իրենց համար շատ հետաքրքիր կամուրջ կլինի, որ կարողանան աշխատաշուկա շատ արագ տեղավորել, նույնիսկ կրթության ընթացքում միգուցե ինչ-որ բաներ կարողանան անել։ Ու այդ միջավայրի վրա մենք շատ մեծ ինվեստիցիա ենք արել, թե դիզայնի տեսանկյունից, թե կահույքի տեսանկյունից, թե շենքի, կանաչության, տարածքի եւ այլն, ասենք այնպեսի էկոսիստեմա ենք ուզում ստանանք շենքում, որ մարդը դից չուզենա դուրս գալ, հակառակն է, չէ՞, մեր մարդիկ մտածում երբ բրծանենք, որ փախնենք այնտեղից, ասենք մենակ 4 տարբեր, ասենք ռեստորանային վիճակ է աշխատելու, մարզադահլիճ է աշխատելու, այդ կանաչ տարածքները եւ այլն, այսինքն գրադարանը հսկայական ընթերցասրահով բանով ու այդ բոլորը լինելու են այնպես կառուցված, որ մարդը ուզենա այնտեղ գա ու անընդհատ աճի, օգտվելով այդ միջավայրի հզորությունները, կրթական ծրագիրը եւ նաեւ միգուցե իրենց նաեւ մոտիվացիան, որ ես պետք է սա կարողանամ իսկապես օգտագործել, բայց շատ հետաքրքիր, այս կակրս նոր վերջերս այցելեցինք այդ շենքը մեր դասախոսական կազմին ենք տալ, իրենց բավականին տպավորված են, որովհետև չէին սպասում, ասենք, այդ կարգի այդ 4-րդ արդյունաբերական հեղափոխության լեզվով կառուցված շենք կարող է լինի։ Այդ դահլիճային պայմանները, օրինակ, այնպիսի տեխնոլոգիաներ են, որոնք որ միգուցե Հայաստանում էլ չկան, հա, ասենք, տարբեր AI կամերաներով, ասենք, շենքի լույսի, ձայնի կարգավորման այնպիսի համակարգեր կան, որոնք որ ես ինքս չէի լսել դրանց մասին, շատ անհամբեր սպասում եմ, երբ է դա լինելու, որ գնամ տեսեմ, թե դա ինչպես է իրականացված տեսքով աշխատելու։ Արեք, շնորհակալ եմ, մեր ժամանակը սպառված է, ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր կրթական ծրագրերում, հատկապես որ շեշտադրում եք անում ազգային եւ պետական մտածողության վրա, հուսանք որ իսկապես դերակատարություն կունենաք ինչպես մեր կրթության մեջ, մեր տնտեսության, այնպես էլ մեր անվտանգային խնդիրներում։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր գիտության եւ կրթության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։